պետք է ցայլ բարձրացնեն ոչ միայն ազգային դատավորների միությունը, այսինքն մեր միությունը, եւ ինչ-որ միջոցներ ձեռնարկել նրանց օգտակար լինելու, նրանց անձայպես անել վիճակում ներծուկ լինելու համար, այլ նաև դատավորների տարբեր միջազգային կազմակերպությունները եւ այսօրվա մեր քույրերը դրանց թվում այդ ձայնը պետք է բարձրացնեն ոչ միայն միության շրջանակներում, ցանկալի է մեզ համար, այլ նաև իրենց երկրներում, քանի որ ունենք 22 դատավորներ, որոնք հեռացել են իրենց երկրից, բռնի տեղահանվել են այդ երկրից եւ այսօր շատերը ունեն ամենատարրական պայմանների ապահովում խնդիրներ։ Ես միգուցե ողջունի խոսքից շրջվեցի, բայց համենայն դեպս առիթ էր ընձեռվել եւ օգտագործեցի, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը, իսկ վերջում ցանկանում եմ մեկ անգամ եւս ողջունել ձեր բոլորին եւ մաղթել ձեր աշխատանքին արդյունավետ ավարտ, մաղթել, որպեսզի այն շարունակական լինի եւ ինչպես սկսեցի այսօրվա անհանգիստ աշխարհի մասին կողմով այդ աշխարհը հանդարտվի եւ մենք բոլորս կարողանանք խաղաղ պայմաններում իրականացնել մեր հիմնական գործառույթները։